Ավարտվել է Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության քննությունը, դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, փաստաբանները դուրս են եկել նիստերի դահլիճից, պատասխանել լրագրողների հարցերին, ըստ նրանց արդյոք կկալանավորվի Սամվել Կարապետյանը, թե կմերժեն քննիչի միջնորդությունը, փաստաբաններն ասացին, որ դա պարզ կլինի 1-2 ժամից։ Ես նշեմ, որ նրանք դարձյալ այս գործը որակեցին ապօրինի, ավելի վաղ Սամվել Կարապետյանն էլ էր այս քրեական գործի մասին խոսելով ասել, որ սա աբսուրդ է։ Փաստաբանները ասացին, որ այս քննությանը ներկայացել է նիստին 3 քննիչ, դատախազ, ինչը կալանքի քննության ժամանակ տարածված երևույթ չէ, իսկ ինչն է դրված մեղադրանքի հիմքում։ Փաստաբանները հայտարարեցին, որ մեղադրանքի հիմքում բացառապես Սամվել Կարապետյանի հայտարարությունն է եղել, Նյուզերեմին տված մեկնաբանությունը, ես հիշեցնեմ, որ այս մեկնաբանության ժամանակ Սամվել Կարապետյանը պաշտպանելով եկեղեցուն ասել էր, թե մեջբերեմ եկեղեցու կողքին եմ, հայ ժողովրդի կողքին եմ, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ եկեղեցու դեմ արշավին։ Ահա այս հայտարարությունը դրվել մեղադրանքի հիմքում եւ Սամվել Կարապետյանին մեղադրում են իշխանության զավթելու, կառավարությանը տիրանալու կոչերի համար։ Լսենք փաստաբանների մեկնաբանությունը։ Կալանքը որպես խապանման միջոց քննելու մասին միջնորդության քննարկումը ավարտվեց, քննչական մարմինը ներկայացրեց իր տեսակետը, պաշտպանական թիմը մանրակրկիտ ձևով ներկայացրեց մեր տեսակետը, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որոշումը կայացնելու վերաբերյալ ժամ չի ներկայացրել, բայց մեր խորին համոզմամբ դա կլինի մոտակա առաջիկա 1-2 ժամերի ընթացքում։ Մեղադրողը ինչ հիմնավորումներ էր Եվ մեղադրանքի հիմքում բացառապես հայտարարություն։ Մեղադրանքի հիմքում բացառապես դրված է այն տեսանյութը, որը որ դուք բոլորը տեսել եք եւ մենք խորին համոզմունք ունենք, որ դա հանցագործության տարեր իր մեջ չի պարունակում։ 4 ժամ քննություն ընթացավ։ 4 ժամ քննություն ընթացավ, քանի որ փաստաբանական թիմը շատ մանրակրկիտ հարցադրումներ է ներկայացրել, շատ մանրակրկիտ փաստաթղթեր է ներկայացրել, մեր կանխատեսումները եթե լինեն օբյեկտիվ, տեղում այդ միջնորդությունը պետք է մերժեն, իսկ այս հարուցված շինց ու քրեական գործը տեղում պետք է կարճվի։ Իրավական առումով հեծը վերցնելու ինչ մեթոդներ կարող եք շմանցնել։ Մենք հեծի հարց չենք քննարկել։ Ինչ է քաղաքական ճնշում դուք տեսնում եք, դուք կարծում եք, որ սա քաղաքական Այդ հարցին պատասխանել են արդեն ոչ իրավաբանները, ես իրավական գնահատական եմ տալիս, բացարձակ ապօրինի գործընթաց է, մենք իրավական process-ի ականատեսը չենք։